եւ պաշտպանական բաղադրիչների առումով համարվում է ոչ մարտունակ եւ չի կարող ապահովել իր երկրի պետության ազգաբնակության անվտանգությունը։ Բանակը վերածվեց ընդհանրապես։ Մեր բանակը, որը 75-85 հազար էր, այսօր դարձել է 36,000-անոց եւ այսօր իմիջիայլոց ասեմ, այսօր արդեն 300 ոստիկան ավել է մեր երկրում, քան զին ծառայող։ Բանակի մարտունակությունը ընկել է, թվակազմը ընկել է, այնինչ Ալիևը պահանջում էր Հայաստանի Հանրապետություն, որ պետք չի իրենք բանակ ունենանք, մենք ապահովենք իրենց անվտանգությունը, Նիկոլ Փաշինյանը նվիրեց իրեն։ Անվտանգության կարևորագույն բաղադրիչն է զինվածության մակարդակը։ Մեր զինվածության մակարդակը ցածր է, որովհետև աշխարհի 4 երկրներից 9 անգամ մենք գնել ենք 1 միլիարդ 250 միլիոնի զենք զինամթերք, թեկուզ Նիկոլը հայտարարեց, որ մենք ավելացել բայց դա Ստոկհոլմի վերլուծական կենտրոնը ՄԱԿ-ին ամեն տարի վերլուծություն է ներկայացնում եւ 2020-24 թվականին Հայաստանի Հանրապետությունը 1 միլիարդ 250 միլիոնի զենք զինամթերք է գնել։ Ընդ որում դրանք ստրատեգիական զենքեր չեն։ Մեզ տակտիկական պաշտպանունակություն չունեն, դա գոյատևման զենքեր եւ զինամթերքներ են։ Պաշտպանվելու թերևս։ Պաշտպանվել, միայն պաշտպանվելու եւ դա գոյատևման է։ Այսինքն մենք Ադրբեջանը իր բանակը դարձրել է 125,000, մենք իջեցրել ենք 36,000։